Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Այսօրվա մեր չեմպիոնը հայկական բասկամարտի ամենատիտղոսակիր մարզիկներից է։ Նա 8 անգամ դարձել է աշխարհի, 9 անգամ Եվրոպայի չեմպիոն, իսկ բոլորովին վերջերս նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բասկամարտի մրցաշարում կրկնակի ոսկե մեդալ է նվաճել։ Մեր չեմպիոնը Աշոտ Ադամյանն է։ Ողջույն Աշոտ, մենք այսօր ոչ միայն հարցազրույց ենք ունենալու, այլև փորձելու ենք մարզվել քեզ հետ ու մաստեր կլաս ունենալ։ Պատրաստ ես։ Այո։ Ինչ գնացինք։ Իդեպ Աշոտ Ադամյանն այս պահին մարզում է բավականին տիտղոսակիր մարզիկների հետ, Արման Մրտյանը Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, Գեգամ Խաչատրյանը Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի եռակի։ Աշոտ ջան, այսօր թեթև մարզում ունեցար, հաշվի առնելով, որ 3 բավականին ծանր մարզում ես ունեցել, հետաքրքիր է օրական քանի անգամ ես մարզում եւ ընդհանուր առմամբ շաբաթական մարզումների քանակը որքան է։ Շաբաթական մարզում եմ 3-ից 4 օր, մարզումները 2-ից 3 ժամ են տևում, նայած մրցումներից առաջ այլ ձև ենք պարապում, այսինքն նագրուսկայով 3 ժամ ենք պարապում, բայց մնացած օրերը 2 ժամով ենք պարապմունքներ անցկացնում։ Աշոտ, սկսենք ամենաթարմ նորությունից, բոլորովին վերջերս Լաս Վեգասում մասնակցում էիր պրոֆեսիոնալ բասկամարտի մրցաշարի, նախ կխնդրեմ մեր հեռուստադիտողներին ներկայացնես, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ բասկամարտը, ինչ տարբերություններ կան սիրողական եւ պրոֆեսիոնալ բասկամարտի մասին, եւ հետո ներկայացնես նաեւ մրցաշարը, նվաճումներդ ու ում ես հաղթել։ Վերջերս Լաս Վեգասում տեղի ունեցավ Ամերիկայի ամենամեծ առաջնություններից մեկը, որը առաջ անգամ է Լաս Վեգասում տեղի ունենում, Փարկասու 2 ձեռքով գրավեցի ոսկե մեդալ, ֆինալում հաղթեցի գերմանացի մարզիկի, որը շատ տիտղոսակիր մարզիկ էր, նրա հետ երկար պայքարից հետո Փարկասու կարողացա չեմպիոնի տիտուլը նվաճեմ։ Եվ տարբերությունների մասին կխնդրեմ խոսես։ Տարբերությունները պրոֆեսիոնալ բասկամարտը դա ուրիշ հարթության վրա է, այսինքն պարապմունքները շատ ծանր, շատ ինտենսիվ պարապմունքներ են տեղի ունենում։ Իսկ մրցումային ձևաչափում։ Մրցումային ձևաչափը պրոֆեսիոնալը շատ մանրակրկիտ, այնտեղ գոյություն ունի բարձիկի վրա դուրս գալու, հա, արմունկը դուրս գալու նրբություններ, որը որ երկու դուրս գալուց պարտություն է լինում, իսկ սիրողականի ժամանակ նման բաներ չի լինում։ Աշոտ, վերադառնանք արմատներին։ Ինչպես եղավ քո մուտքը դեպի բասկամարտի աշխարհ։ Բասկամարտով զբաղվում եմ 18 տարի արդեն, դպրոցական ժամանակվանից եմ ուժեղ եղել ու հետո քերոստման տղան բոքսեր Արմանը ինձ տարավ պոլիտեխնիկ, այսօրվա պես հիշում եմ պոլիտեխնիկ մարզա դպրոցը, այնտեղ սկսեցի պարապել, հիմքս եղել է պոլիտեխնիկի հին զալից, սովետական զալ այնտեղ կար, այդտեղից հիմքը եղել է ու այդտեղից մտել եմ արդեն պրոֆեսիոնալ բասկամարտի ասպարեզ։ Ինչպես ու ինչից հետո հասկացար, որ սա է քո կյանքի ուղին։ Գիտեք ոնց բոլոր սպորտսմենների մոտ մի հատ ուղի կա, դա այն որ պիտի նստի մեջ հետ։ Իմ մոտ բասկամարտը ես սիրելով սկսեցի այս սպորտաձևով պարապել եւ հասկացա, որ իմ կյանքի մի մասն է կազմում ու մինչ օրս պարապմունքները, նո ճիշտ է, շատ ծանր պարապմունքներ ենք ունենում, վնասվածքներ ենք ստանում, բայց դա չի խանգարում առաջ գնալու ու նվաճումներ ձեռք բերելու, մեր հայ ազգի պատիվն էլ բարձր պահելու տարբեր հարթակներում։ Հիշում ես առաջին չեմպիոնությունը որտեղ էր։ Առաջին չեմպիոնությունը եղել է 2010 թվականի Միցիշի Արենա քաղաքում Եվրոպայի մրցումները, այդտեղ եմ առաջին անգամ չեմպիոն դառել ու տեղից արդեն սկսվել է իմ բասկամարտի հաջողությունները մինչ օրս։ Աշոտ, ով է եղել ամենամեծ ոգեշնչողը սպորտում։ Ամենամեծ ոգեշնչումը սպորտում ծնողներս են եղել։ Ես մի անգամ եմ ասել, ամեն մրցաշարից առաջ մայրս զանգարում է ինձ ու ոգևորում է, այդ զանգը ինձ ոգևորում է շատ, որ կարողանամ
այդ դժվարությունները հաղթարել ու ծնողի խոսքը որդու համար մի քիչ այլ բան է։ Աշոտ արդեն ավելի քան 20 տարի բասկամարտում ձեր կողքին է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ինքն էլ բասկամարտիկ է եղել եւ շատ լավ հասկանում է բասկամարտի նրբությունները։ Մարզիկի համար որքանով է կարևոր, որ իր կողքին, թիմի կողքին նման մարդ է, իդեպ վերջին տարիներին մեր բասկամարտի հավաքականները հենց նրա աջակցությամբ են մասնակցում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների։ Գագիկ Ծառուկյանը մեր կողքին է եղել հենց ամենասկզբից, շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանին իր աջակցության համար։ Իհարկե սպորտսմենի համար շատ կարևոր է ուշադրությունը, բասկամարտի հիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ ամբողջ ճանապարհը անցնելով պարոն Ծառուկյանը սպորտսմեն լինելով հանդերձ հասկանում է այդ ամեն մի տանջանքն ու չարչարանքը ու գնահատում է։ Եթե ուշադրություն չի լինում, սպորտսմենը ավտոմատ կոտրվում է։ Աշոտ, դու միշտ ձգտում ես հաղթանակի։ Ես բազմիցս եղել եմ մեծ մրցումների ժամանակ քեզ հետ ու ցանկացած այլ մեդալ, բացի ոսկուց, քո համար տխուր մեդալ է։ Դու ունես հաղթողի, չեմպիոնի հոգեբանություն։ Ինչով են տարբերվում չեմպիոնները մյուսներից։ Գիտեք ոնց չեմպիոնությունը այդ շատ դժվար նվաճող խոսք է, հարթակ է, չեմպիոնությունը այդ հեշտ չի տրվում ոչ մի սպորտսմենի։ Լիքը բարդությունների, լիքը տանջանքների մեջով անցնում ես, կողքից նայում են շատ հեշտ է թվում, հա, որ մրցումներից գնում գալիս ենք, ասում են գնացի չեմպիոն դարձար կամ գնացի ոսկին վերցեցիր, եկար այդ բառը, այդ խոսքը, այդ ամեն մեկը չի կարողանում խորապես հասկանալ այդ տանջանքն ու չարչարանքը։ Չեմպիոն դառնալու համար մարդիկ լիքը բարդությունների մեջով են անցնում, այսինքն ընտանեկան, գործի, այդ ամեն ինչը պետք է կարողանաս համատեղես, որ կարողանաս որ պարզ ճակատ ազգիդ առաջ կանգնես, չեմպիոն դառնաս։ Աշոտ, բազմիցս նաև սկզբունքային մրցակիցների հետ ես մրցում, ադրբեջանցի, թուրք մարզիկների հետ։ Այնտեղ վախ, լարվածություն, թե ադրենալինի չափաբաժնից ավելի շատ բարձրացում։ Գիտեք ոնց սպորտսմենի համար թուրք-ադրբեջանցու այդ ֆինալ դուրս գալը, դա լարվածությունը առաջինը պատասխանատվությունը շատ մեծ։ Ոնց որ ազգիդ առաջ պատասխանատվություն ունենաս, կարողանաս ճակատը պարզ պահես քո ազգի։ Այդ է իմ մոտ դրված։ Հիմա դե սպորտ է, սպորտի մեջ ամեն ինչ է լինում, բայց մենք մեր հայ սպորտսմեններով միշտ էլ թուրք-ադրբեջանցու այդ ֆինալում կարողացել եք այնց անել, որ չեմպիոն դառնանք, մեր եռագույնը ծածանենք, ազգի պատիվն էլ բարձր պահենք։ Մարդկանց թվում է բասկամարտը բավականին հեշտ է։ Մի ձեռքի ծալում ու վերջ, բայց գիտեմ բավականին երկար պայքարներ են լինում, նույնիսկ րոպեներ, նույնիսկ 10 րոպեից ավելի պայքար եմ տեսել։ Ամենաերկար պայքարը որն էր։ Ամենաերկարը եղել է 2-ից 3 րոպե, վրացի մարզիկ Վիլեն Գաբրավայի հետ եմ ֆինալում երկար մենամարտել ու բասկամարտը ինքը հեշտ սպորտաձև չի, որ նայում ես ինքը ասում են դե հա, մենակ ձեռն է, բայց իրականում ձեռը չի, ամբողջ մարմինը աշխատում է, այսինքն մենակ ձեռքերը մենք չենք պարապացնում, ոտքից մինչև ուսեր բոլոր ամենը պարապացնում ենք, որ կարողանանք պինդ լինենք, ոտքերի վրա կայուն կարողանանք կանգնենք, որ կարողանանք հաղթել։ Բասկամարտում որն է ամենակարևորը, հոգեբանությունը, ուժը թե արագությունը։ Երեքը մեկում։ Պետք է կարողանաս երեքը տիրապետել, որ հաղթանակ ունենաս։ Եթե հոգեբանորեն ճնշված եղար, ինչքան էլ ուզում ես ֆորմի մեջ եղի, ինչքան էլ ուզում ես ուժեղ եղի, հոգեբանորեն կկոտրվես ու չես կարողանա այդ մենամարտը հաղթել։ Աշոտ, եւ կարճ մաստեր կլաս պետք է խնդրեմ։ Ինձ համար մեծ պատիվ կլինի աշխարհի 8-ակի չեմպիոնի հետ կարճ մաստեր կլաս, բնականաբար շանսեր չունեմ, հասկանում եմ։ Աշոտ, մրցելիս ավելի շատ ուժ է պետք ունենալ, թե տեխնիկա։ Կարող է շատ ուժ ունեցող մարդը, մեծ ուժ ունեցող մարդը հաղթել տեխնիկապես զարգացած մարզիկին։ Արամ ջան, ուրեմն սենց ասեմ ձեզ, ուրեմն սպորտսմենը ուժի հետ մեկտեղ պետք է տեխնիկա ունենա, որ կարողանա երկուսը մեկտեղ մոտեցումը տալ ու հաղթանակ ունենալ։ Եթե ուժեղ եղար դու, բայց տեխնիկապես զարգացած եղար, դու չես կարող այդ մենամարտը հաղթել։ Աշոտ ջան, ինչ կեցվածք պետք է ընդունել մրցելիս։ Առաջին սեղանին մոտենալիս պետք է մարմինը սեղանին կպած լինի, այսինքն ուսերը ուղիղ, կենտրոնը պետք է ուղիղ լինի, կիստերը ուղիղ, սա ֆալանգները բաց ու արդեն
մրցավարի հրահանգից հետո, ռեդի գոյից հետո արդեն սկսվում է մենամարտը։ Իսկ ինչքանով է կարևոր ճիշտ բռնվածքը։ Ճիշտ բռնվածքը շատ կարևոր է, որ կարողանաս հաջող մենամարտը սկսես ու հաղթանակ։ Հիմա ես ճիշտ եմ բռնել քո ձեռքը։ Դու պետք է ուսերով ավելի մոտիկ գաս, հավաքված, ամենակարևորը հավաքված լինես, որ մենամարտի ժամանակ, եթե բաց եղար, հեշտ կբացվի ձեռքդ, այսինքն ձեռքի հետ մեկտեղ ուսերն պետք է հավաքված լինի, որ միառժամանակ աշխատի։ Այսինքն ձեռքի դիրքը շատ կարևոր է հաղթելու համար։ Իհարկե, ձեռքի դիրքը շատ կարևոր է ու ամենակարևորը բաց չլինի։ Այսինքն փակեն դեպի ինձ։ Այսինքն ձեռքը մյուս ձեռքը պետք է բռնես անպայման, որովհետև եթե ընթացքում մրցաշարի ընթացքում ձեռքը թողեցիր, դա պարտություն է։ Նման բաներ կա։ Գնաց։ Գնաց։ Աշոտ, ինչն են հիմնականում սկսնակները սխալ անում։ Սկսնակների հիմքը պետք է ճիշտ դրվի, Արամ ջան, որ կարողանա հաջողության հասնել։ Պարապմունքի ժամանակ նոր սկսնակները սխալների ինչումն է, հա, ձեռքը բաց այս դիրքով կպտում են, որը որ շատ սխալ է, այսինքն կարա վնասված ստանա ու ինքը էլ չկարողանա շարունակել պարապմունքները։ Բաց այս դիրքով սենց կպտնել, նման բաներ չի կարելի։ Պետք է հավաքված ճիշտ դրվածքը դնես, որ մնացածը արդեն հաջողությունը լինի։ Հաղթանակի հասնելու համար մի երկու գաղտնիք ասա։ Հաղթանակի հասնելու համար առաջինը պետք է դու քեզ հավատաս։ Եթե դու քեզ չհավատացիր, հաղթանակը չի լինելու։ Հիմա որ ես ինձ հավատամ, քեզ կհաղթեմ։ Դու քեզ հավատալու հետ մեկտեղ պետք է աշխատես դրա ուղղությամբ։ Ըստ քեզ քանի վայրկյան կդիմանամ։ Վայրկյան էլ չդիմացա։ Աշոտ, եւ վստահ եմ մեր հաղորդումները, հեռուստադիտողները մեծ ցանկություն կունենան զբաղվել այս սպորտով, եթե ունեն այդ ցանկությունը, որտեղ կարող են զբաղվել։ Օլիմպիադանում առաջին հարկում մեր Հայաստանի բասկետբոլի հավաքականն ապարապում մեծ սիրով բոլորին սպասում ենք, թող գան, չեմպիոն դառնան, մեր ազգի պատիվն էլ բարձր պահեն։ Մենք էլ ինչով կարող ենք, իրանց կողքին ենք, աջակից ենք։ Դե ինչ կարծում եմ, որ մեր չեմպիոնի պատմությունը իմանալուց բացի նաև հետաքրքիր դասեր քաղեցիք, նրանք ովքեր իսկապես սիրեցին այս մարզաձևը ու կցանկանան մարզվել, հեռախոսահամարը ստորև էկրաններին կլինի։ Իսկ եթերում չեմպիոնի հետներ, սպասեք մեզ, շուտով մեր եթերում կլինեն նոր չեմպիոններ։